Բարև ձեզ, եթերում վերելք հաղորդաշարն է։ Այսօր ուրբաթ է եւ ինչպես պայմանավորվել էինք, ես ձեզ ներկայացնելու եմ շաբաթվա իրադարձությունները։ Քաղաքական շաբաթ անունով այս թողարկումը նպատակը հետեւյալն է՝ հաշվի առնելով ձեր զբաղվածությունը, որ չեք հասցնում բոլոր իրադարձություններին հետևել կամ էլ չեք հասցնում ժամանակ ունենալ խորհելու թե այդ իրադարձությունները որտեղի են ունենում, արդյոք ենթատեքստ ունեն, արդյոք ինչն է դրդում, որ իրադարձությունը տեղի ունենա, ինչ հետևանքներ կարող են ունենալ այդ իրադարձությունները։ Նպատակն է վերելքի լսարանին, որոնք հուսով եմ գլխավորապես ազգակիրներ են, օգնել, որպեսզի իրենք չմոլորվեն, քանի որ մոլորեցնողները շատ են։ Ու թող շատերի չթվա, թե նրանք ովքեր 2018 թվականին ձեզանից շատերին մոլորեցրին, հիմա իրենց ձեռքերը ծալած մնացել են, չէ, նրանք շարունակում են ձեզ մոլորեցնելու ջանքեր գործադրել եւ գլխավոր նպատակը իրենց հետեւյալն է, որ հանկարծ դուք չմտածեք, թե այդ մոլորեցնողները իրենք են այս ամենի մեղավորը։ Նրանք այնպես են անում, որ դուք մեկ ուրիշին որպես մեղավոր կարգեք։ Խոսքը աշխարհակաղակական բևեռների մասին։ Հիմա դառնանք անցած շաբաթվա կարևոր իրադարձությունը եւ փորձենք հասկանալ, որը ինչու էր տեղի ունենում։ Առաջնայինը ջրի մատակարարման ռեժիմի փոփոխությունը։ Տեղյակ եք, անշուշտ չմանրամասնեմ, տարբեր կարծիքներ են հնչել։ Ինձ առանձնակի հետաքրքրեց Կարեն Վրդանեսյանի դիտարկումը։ Ինչ է ասում պարոնը։ Մեջբերում է։ Տելումերով այսքան առատ ձմեռ վաղուց չէր եղել Հայաստանում։ Այնուամենայնիվ մեզ հայտարարում են, թե մայիսի 1-ից համատարած ջրանջատումներ են սպասում ամբողջ երկրում։ Հարց. ինչու՞։ Կարծես թե հակառակը պետք է լիներ, չէ՞։ Իսկ հիմա հիշեցնեմ, որ այստեղ կարևոր 2024 թվականի նոյեմբերին Բաքվում ԱՄՆ դեսպանը բացահայտել էր, որ մեջբերում մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից եւ Հայաստանից հիդրոլոգների եւ ինժեներների մի խումբ մշակում է սահմանները հոսող գետերի ջրի ինտեգրված կառավարման սխեմա։ Հիշում եք այդ թեման։ Ինչ կարծում, այս երկու իրադարձությունների հետ կապ ունեն, թե ոչ։ Այսպես բավական մտածելու տեղիք տվող դիտարկում է եւ ապա Պարոն Վրդանեսյանը ներկայացնում է 24 թվականի նոյեմբերի 3-ի իր գրառումը, ես հիմա նորից ընթերցեմ եւ փորձեմ եզրահանգումների գալ։ Ինչ է ասել 24 թվականին։ Նույնը Բաքվում ԱՄՆ դեսպանը կարևոր բացահայտում է արել մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից եւ Հայաստանից հիդրոլոգների ինժեներների մի խումբ մշակում է սահմանները հատող գետերի ջրի ինտեգրված կառավարման սխեմա։ Եվ ասում է. այսպիսի հանձնաժողովի գոյության մասին ՀՀ դե ֆակտո իշխանությունը որևէ հայտարարություն չեմ տեսել։ Փաստորեն ամերիկյան դեսպանը բացահայտել է, որ իրենց խավորությամբ ինչ որ հանձնաժողով է գաղտնի աշխատում։ Հանձնաժողով բառը հանձնելու ժողով իմաստով կարող են ենթադրել, որ խոսքը նախ եւ առաջ Հայաստանի տարածքով անցնող գետերից ջրառը սահմանափակելու եւ Ադրբեջանի տարածք ավելի շատ ջուր բաց թողնելու մասին է։ Բնականաբար Հայաստանի գյուղատնտեսության եւ ընդհանրապես տնտեսության հաշվին։ Տարաբանություն կա թե չէ։ Եվ հատկապես եթե այստեղ խառն է ԱՄՆ-ը եւ խառն է Ադրբեջանը, հետեւքում մեր իշխանությունները, որքան իրենց ճանաչում ենք, չեն կարող ոչ ասել։ Իսկ հաշվի առնում ենք ռելիեֆային պիսին է, որ մեր գետերն են գնում իրենց կողմ, ապա տրամաբանական, ես չեմ ասում հենց այնպես է, որ այդ խնայված ջուրը ոչ թե ինչ-որ կուտակվելու է ջրամբարներում, որ հետո մեզ տան, այլ հասկանում եք ինչը։ Բայց քանի որ դժգոհություններ եղան ու նաև տեսան որոշ մարդիկ, որ նախընտրական փուլում կրքեր էր բորբոքվում, ձեռքի արգելակը քաշեցին։ Եվ մամուլից տեղեկանում ենք, որ ՏԿ նախարար Դավիթ Խուդանյանը հայտարարություն է տարածում։ Մեջբերում եմ, կառավարության միջամտության արդյունքում ջրամատակարարման ժամացույցի փոփոխություն չի լինի,
Սերի քաղաքացիներ ցանկանում եմ անդրադառնալ էսի խոսնեմ։ Մի քանի օր առաջ Վիերաջուր ընկերության կողմից հրապարակված ժամացույցին եւ դրա բովանդակությանը ժամանակացույցին։ Պետք է նշեմ, որ այն խնդրահարույց է գնահատվել ոչ միայն ձեզնից շատերի, այլև կառավարության կողմից եւ օպերատիվ ձևով հրավիրվել է խորհրդակցություն բոլոր շահագրգիռ կառույցների մասնակցությամբ։ Տեղի քննարկում վերջը քննարկում հետո որոշել են չէ, դա չեղարկել։ Իսկ հա մարդիկ այս տեղեկությունը իմանալով գժում են, մտածում են, որ կանեն դա, բայց ընտրություններից հետո, երբ որ ընտրությունները կավարտվի, դա կանեն, քանի որ ասացի, եթե վստահում ենք այն պարոնի գրածին, ԱՄՆ-ը այստեղ խառնված է։ Այսինքն ընտրություններից հետո կարելի է ասել սպասեք, եթե իշխանությունները մնան, սպասեք ջուր որոնելու։ Հաջորդ իրադարձությունը, որ տեղի ունեցավ, դա թոշակների հետ կապվածներ, էլի շատ լավ հիշում եք, չերեկա ասեմ թոշակների բարձրացման հետ կապված ինչ էին ասել, ու մեկ էլ հանկարծ որոշեցին ապրիլի 1-ից կենսաթոշակները բարձրացնել։ Համեմատաբար ցածր թոշակները կբարձրան 10,000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները կբարձրան ավելի քիչ։ Ինչ արձագանքներ եղավ այս հանգամանքին։ Եղեք շատերը զարմացան, ինչ է ստացվում, գումար չունեիք, այդ մարդիկ չգիտեին ինչպես պիտի ծախսեն, ու մեկ էլ հանկարծ իմացան, որ գիտեն ինչպես պիտի ծախսեն, սա մի կողմ ենք թողնում։ Արձագանքները, ընտրակաշարք ապրիլի 1-ից, արդյոք սա օրենքի խախտում չէ ընտրություններից 2 ամիս առաջ, մտածեք։ Էլ ավելի են սրում այս հարցը, մասնագետները եւ ասում, թոշակներին ավելացվում է 10,000 դրամ ու ոչնչացվում սահմանադրական կարգը, քանի որ պետական բյուջեն, որը օրենք է, մեկը քնից արթնացել ու ինքնական փոխել է, հասկանում եք, բյուջեն հաստատում է ազգային ժողովը եւ եթե այնտեղ չկա ինչ-որ ծախսումներ, չի լինում կամ պահոստային ֆոնդից կամ եւ այլն, բայց ահա ինչ-որ մարդիկ որոշել են ինչ-որ տեղերից փողեր բեր, թե փողերը որտեղից են գալի, կարելի է մտածել։ Եվ էլի ահազանգ չխափնվեք այս թոշակին ավելացրած 2 սատկած կոպեկին հիշեք, հետո քթներից է բերելու, եթե վերընտրվեց, տեսակ թոշակի հարցով զգուշացնում էին, ջրերի հարցում զգուշացնում էին մարդիկ, այսինքն մարդիկ գտնում են, որ սրանք ընդամենը մանիպուլյացիայի ձևեր են, որոնց չհարկելու նպատակով է ասում, ես հաղորդում եմ սկսում եմ։ Եվ արդյոք ինչ արձագանքներ է տալու այս չբարձրացումը, հետո բարձրացումը։ Իմ տեղեկություններով բավական մարդիկ դեռ հուզված են, դու մեզ այսպես ես ասել, հիմա բարձրացնում ես, այսպես սիրով չեն տոգորվել, ճիշտ է ուրախանան, որ շատ փող ստանան, բայց նաև կան շերտ, որը գնահատում է իրականությունը ասֆալտով եւ իր թոշակով եւ դրանք խանդավառ կերպով կցապահարեն։ Այստեղ հետաքրքրական է Կարել Սահակյանցի այդպես մտահոգող գրառում, տեսեք ինչ է ասում։ Բայց այս տեղանում կա, գիտի հայ ժողովրդի մտածելակերպը, նա 24 ժամում 10,000 դրամով գնեց ընտրողների մի ամբողջ բանակ։ Կտեսնեք, թե ինչ կլինի հետո։ Ես առաջարկում եմ քարոզարշավ անցկացնել հետևյալ կարգախոսով։ Վերածենք ինքնիշխան անկախստանը, Հայաստանի մնացածի մասին է խոսքում, Ադրբեջանի աշխատավարձերի եւ կենսաթոշակների հնգապատիկ աճով բոլոր նրանց համար, ովքեր աջակցում են այս նախաձեռնությանը։ Եվ ես կմեռնեմ, եթե նրա վարկաշին անմիջապես չբարձրանա։ Ես հասկանում եմ իր ցավը, կա իսկապես այդ շերտը ու քիչ չէ։ Ուրեմն եթե մենք փորձում ենք գնահատել տեղի ունեցածը, մի կողմից ընդդիմադիր մի շարք հոսանքներ, ծնծաղաններ են ճշտում, դա մեր աշխատանքի արդյունքներ, մենք այդ հարցը բարձրացրեցինք, սրեցինք եւ ահա իշխանությունները նահանջելով բարձրացրեցին թոշակ, այսպես կոչեր, իհարկե ազդեցություն ունեցել է, ինչ-որ մարդիկ նայել տեսել են, որ խմորումներ կա, նահանջ են արել, բարձրացրել են, բայց հիմա եթե մենք նայում ենք մի կողմից ծնծղաներ, մյուս կողմից էլ բավական մարդիկ, հատկապես գյուղական շրջաններում, որ քաղաքականության մեջ այդպես է խորացած չեն, ասի ինչերով են առաջնորդվում,
նրանք ողջունելու են եւ անհամբեր սպասելու են ընտրությունները, որպեսզի իրենց անսահման երախտիկը հայտնեն իրենց թոշակը բարձրացնողներին, այնպես որ ընդդիմություն այո ջանքեր գործադրելը, բայց սա, ինչպես ասում են, կարող է Պյուրոսյան հաղթանակ լինել, այնպես որ հարկավոր է մտածել հետո ինչ անել։ Մյուս կարևոր իրադարձությունը ընտրությունների հետ կապված մտքերն են, որոնք ես հավաքել եմ եւ ուզում եմ մենք միասին խորհենք։ Նախ կա անհանգստություն եւ մարդիկ բացայբաց ասում են, եթե այս իշխանությունը վերարտադրվեն, ապա շատ տխուր ապագա է սպասվելու, եթե իհարկե ապագա լինի, եթե ապագա լինի, անգամ Հայաստանի վերջի մասին են ահազանգում մարդիկ, սրանք անհանգիստներն են, իսկ որոշ գործիչներ այսպես ինքնավստահ ասում են, թե տարբերակ չունի, մենք հաղթելու ենք իշխանություններին։ Ես շատ կուզեմ, որ այդպես լինի, բայց այդ վստահությունը հիմքեր պիտի ունենա, մենք իրանք չունենք եւս մեկ անգամ մարդկանց տանել անհուսության։ Հիմա տեսեք, ինչն է մտահոգիչ, որ ընտրությունները կհաղթեն ընդդիմությունը, այսպես ասած բողոքական հատվածը, դուք պիտի հաշվի առնեք, թե իսկ այնպես կողմը ինչեր է անելու, որպեսզի թույլ չտա, որ դուք հաղթեք։ Այն որ հեղինակությունը շրիշակի մոտ է ակնհայտ է, մյուս կողմից էլ մենք գիտենք, որ մի շերտ կա, որոնք ասացի ինչերով են առաջնորդվում, բայց եւ այնպես արդեն իշխանությունները սկսել են գործել։ Հիմա տեսեք, կարդում ենք, լրագրող Խրիմսիմե Արաքելյանը Facebook-յան իր էջում գրում է. եղբորս տան վրա շատ պատահական հայտնաբերեցինք, որ 12 հոգի մարդ կա գրանցված։ Եղբայրս դիմելով տան սեփականատերը տեղյակ չէ որևէ մեկի գրանցումից, առանց սեփականատ իրոջ գիտության մեր ճակերտավոր օրինապաշտ Հայաստանում մարդկանց տանում խառը են բնականաբար այլ նպատակներով։ Եվ մարդկանց հորդորում է, որպեսզի մտնեն Election AM ընտրողների ռեգիստր բաժին եւ հավաքել ձեր անձնական տվյալները, ստուգեք թե ովքեր են գրանցված ձեր տներում ու բնակավայրում, կանխեք այս խայտարակությունը սրանց փոփոխած կառավարության որոշմամբ առանց ձեր գիտության ձեր տների վրա կարող են ում ասես բերեն ու գրանցեն, որի դուք տեղյակ չլինեք։ Սա մեկ, բայց դեռ ինչպես ասում են սկիզբն է։ Ես հիմա ձեզ ներկայացնում եմ մի ուշագրավ դիտարկում հրապարակ թերթից, կայքից, հեղինակը Ավետիս Բաբաջանյանն է, ով գործի բերումով շատ լավ ճանաչում է իշխանության բույգի գագաթում գտնվողին։ Ավետիս Բաբաջանյանը երևի հիշում է, որ լրագրողական, ինչպես ասում են, զարփնոցը անցել է իր ձեռի տակով։ Ուշադիր դիտարկումը, հիմա եկեք նայենք, մտածենք, խորհենք։ Ինչ է ասում։ Ու այդ անուն էշտամ այդ մեկը, որ 2018 թվականին իշխանությանը եկել հակասահմանադրական իշխանապահության միջոցով նախապատրաստվում է իշխանազավթման հերթական արարին։ Խող է նախապատրաստում 26 թվականին նշանակված խորհրդարանական ընտրությունները չեղարկելու համար։ Խոսքը ոչ թե քվեարկությունը չեղարկելու մասին է, այլ ընտրությունները քվեարկությունը կարող է լինել, բայց քաղաքացիները զրկվեն ընտրելու եւ ընտրվելու իրավունքից, քվեարկությունը կրի կեղծ եւ ֆորմալ բնույթ, քանի որ նա իրեն մրցակից է տեսնում Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանին, Գագիկ Ծառուկյանի եւ Բայակայի շուրջ ձևավորող դաշինքին եւ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած Հայաստան դաշինքին, որոշել է սրանց ճակերտավոր նշանակել Ռուսաստանի գործակալներ եւ հրահանգել է առաջիկա ամիսներին քարոզչությունը իրականացնել հենց այս ուղղությամբ։ Ինքը վստահաբար ասում է եւ ներկայացնում է մի քանի փաստեր, որոնք գալիս են հաստատելու, որ այս տեսակետը հեռու չէ իրականությունից։ Ինչ փաստեր է բերում։ Ուրեմն Փաշինյանի պաշտոնական քարոզչություն իրականացնող Հարային կոչվող հեռուստաընկերության եթերով հաղորդավարը դիմելով Անդրանիկ Թևանյանին, որը ղեկավարած Մայր Հայաստան կուսակցության համագումարը որոշել է ընտրություններին մասնակցել ԲՀԿ-ի հետ համատեղ, ասում է. Մարդիկ ասում են, որ Ռուսաստանն է ձեզ համախմբում։ Ռուսաստանի Սամվել Կարապետյանն է, որ ասում է ես Ռուսաստանի հետ կապ չունեմ։ Քոչարյանն է, որ ամենից անկեղծն է, ասում է կապ ունեմ։ Ամեն ինչ լավ կլինի իրենց հետ։
Եվ դուք էլ եք Ռուսաստանի կողմից, Ծառուկյանն էլ է Ռուսաստանի հետ։ Սա ոնց որ Ռուսաստանի գծած լայն համախմբում է։ Դուք ռուսական ծրագիր եք, որովհետև Սամվել Կարապետյան Ռուսաստանի հետ կապ ունի։ Ես կապ ունի ասելով նկատի չունեմ, որ նա այնտեղ է ապրում։ Ես նկատի ունեմ քաղաքական կապի մասին, որ նրան ուղարկել են այնտեղից։ Հանրայինի հաղորդավարը փաստացի 3 քաղաքական ուժի մեղադրում է Ռուսաստանի հետ կապ ունենալու, Ռուսաստանից ուղարկված լինելու եւ կառավարվելու մեջ մեղադրում է, որ Ռուսաստանն է Հայաստանում հանրային համախմբում կազմակերպում ընդդեմ գործող իշխանության։ Եվ այս պնդումները արվում են առանց որևէ ապացույցի հղում անելով մարդկանց խոսակցությունների կամ ինչ-որ փորձագետների կարծիքների վրա։ Իրականում հաղորդավարի այս պնդումները հենվում են նրա այն հրահանգի վրա, որ իրենք պատրաստվում են քաղաքական դաշտից դուրս շպրտել նախկին նախագահներին եւ օլիգարխներին, նման բան ասել է։ Հետևելով նույն հրահանգին, այդ գործադիրի ղեկավարի թեզը կրկնում է ԱԺ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանը, որը հայտնի է որպես իշխանության թուրքամետ թևի ներկայացուցիչ կամ համակարգող, եթերում հայտարարելով Շպերում։ Մենք պիտի տեր կանգնենք այս խաղաղությանը, մենք պիտի տեր կանգնենք այն ամենին, ինչին հասել ենք այսքան զրկանքների գնով եւ թույլ չպիտի տանք Քոչարյանին, ռուսաստանցի օլիգարխին ու տեղական բելարուսամետ հակումներով օլիգարխին որոշեն մեր երկրի ճակատագիրը։ Եվ հարց է տալիս, ովքեր են այդ մենքը, որ պետք է թույլ չտան կամ խոչընդոտեն հայ ընդրողի քվեարկությունը։ Ինքը այդ գործադիրի ղեկավարը Սերդար Քլիչը Հական Ֆիդանը, Իլհամ Ալիևը եւ Ռեջեփ Էրդողանը, բայց ամենակարևոր հարցն այն է, թե ինչպես նրանք պետք է թույլ չտան, որ ամենամեծ հանրային վարկանիշ եւ հանրային վստահություն ունեցող 3 ուժերը չորոշեն երկրի ճակատագիրը։ Եվ շարունակում է այդ փաստ։ Ուրեմն այդ գործադիրի ղեկավարի նույնաբովանդակ քարոզչություն իրականացնում է նաեւ ԿՊ-ի մեկ այլ հայ ստիկային քարոզիչ Արամ Սարգսյանը, որը Միհոքու ընտանիքին պատկանող ՀԺ եթերում ասում է, որ եթե Կարապետյանը չկատարի Պուտինի հրահանգները, ապա կպատժվի։ Նույն տրամաբանությունն է, որ ընդդիմությանը եւ նրա առաջնորդներին ներկայացնեն որպես Պուտինի աշխատողներ, ենթականեր։ Գործադիրի ղեկավարի ծրագիրը պարզ է, քանի որ ուժեղ Հայաստանը, Բայական եւ նրա շուրջ համախմբող ուժերը Հայաստան դաշինք ամենամեծ հանրային աջակցություն ունեցող կուսակցություններ են, որոնք ընտրությունում կարող են ստանալ մեծամասնություն եւ դաշինք կազմելով ձևավորել նոր իշխանություն, նրանց պետք է ուղղակի թույլ չտալ մասնակցել ընտրություններին, իսկ թույլ չտալ հնարավոր է միայն մեկ ձևով։ Առաջիկա 2-3 ամիսներին նրանց հռչակել Ռուսաստանի գործականներ, մեղադրել Ռուսաստանից ուղղորդվելու եւ Ռուսաստանից կառավարվելու մեջ եւ հանուն Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության պաշտպանության թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ընտրություններին։ Նա եւ նրա թիմակիցները հասկանում են, որ դա կնշանակի ընտրությունների փաստացի չեղարկում, դա կլինի իշխանության բռնազավթում, որը քրեորեն պատժելի արանք է, բայց ինձ թվում է, թե ունենալով հավաքական արևմուտքի ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի կատարյալ աջակցությունը կկարողանան մարսել այդ հանցագործությունը։ Ես ամբողջականը չկարդացի, ընդամենը հետեւյալ ասեմ, որ ինչի են կապում ռուսների հետ, Իշենք Ռումինիայի նախագահական ընտրությունները մարդը ընտրվեց օրինական ձևերով, ինչ ասացին, ռուսական ազդեցության մարդը եւ ընտրությունները հեչերին եվրոպաներից հասկանում եք, նոր ընտրություններ բերեցին եւ տեխնացուին թույլ չտվեցին, քաղաքակիրթ արևմուտքը իրենց մարդուն հասկացրեցին, Հիշեք Ամերիկայում էլ այդպես մի քաոսային աղմուկ բարձրացին, որ իբր ներկա նախագահն առաջի անգամ որ ընտրվեց Ռուսաստանի ռուսական ազդեցություն ինչ-որ փորձում են էլի խառնաշփոթ ստեղծել։ Մոլդովայի դեպքը, այստեղ չէր ասում, այս որ նշեց նմանից մեկը Մոլդովայի տարբերակն է պետք անել Հայաստանում։ Իսկ ինչ անեցին Մոլդովայում։ Չգրանցեցին այն ուժերին, որոնք մեծ հեղինակություն ունեին։ Ուրիշ ֆոկուսներ էլ արեցին, ընտրատեղամասերը տարան ինչ-որ միտեղ, որտեղ է ժողովուրդը մեծ դժվարություն կունենար գնար ընտրելով, որտեղ գիտեն, այստեղ ժողովուրդը, ասենք, հակաիշխանական տրամադրվածություններ ունի։ Իսկ 15 միլիոն դոլարը ինչի տվեցին արևմուտքից, Եվրոպայից, որպեսզի դա մոլդովական հակառուսական իբր քարոզան են, մոլդովական տարբերակի։ Հիշենք, որ
ասենք արևմուտքից կարող են գան եւ աջակցել, բայց հայտել ասի, ասենք Վենսը ասի, ես սատարում եմ, ժողովրդավարության բաստիոն չէ, ինչ են, այն ամենա տեղից երկրի երկրորդ դեմքը, սատարում են մի իշխանության, որը սահմանադրությունը ոտքի տակ է գցել, դատավորներ, դատարանների ինչ ուզում անում է, հասկանում եք, ում աջակցում են, այդ չեմ ասում Թուրքիայի կողմից աջակցությունը, Ֆիդանի եւ այլն։ Սա է։ Հիմա ինչ անել, հարցը հետևյալն է։ Այստեղ մեզ օգնում է Վայ Հովհաննիսյանը, ես էլ իր հրապարակումից մի քանի դրվագներ կարդամ, խորհենք։ Սպասելով մոլդովական սցենարին, սա է դնում վերնագիրը, այսինքն հազանգում, որ իսկապես արգելելու են եւ այլ եւ մտածենք։ Իշխանությունը բաց տեքստով ասում է, թույլ չեմ տալու այլ ուժեր ազում մեծամասնություն կազմել։ Սա արդեն բաստիոնից էլ են կողմ է, հասկանում եք։ Քաղաքական հանրային ակտիվը լուրջ դեմքով արձագանքում է, կրկնելու են մոլդովական սցենարը։ Բա հետո հարցնում է Հովհաննիսյանը։ Հակաիշխանական ճամբարում պիտի սկսել ավելի լրջորեն մոտենալ հնարավոր զարգացումներին։ Կրկնել, թե մոլդովական սցենարը լինելու եւ շարունակել հանդարտ քարոզարշավը մի քիչ լուրջ չէ։ Եվ իսկապես դուք հանդարտ կգնաք, հետո ձեզ թույլ չեն տա, կանեք փաստի առաջ։ Նախ պետք է սկսել խորությամբ հասկանալ, թե վերջը ինչ է այդ մոլդովական սցենարը, հասկանալ դրա էությունն ու տեխնոլոգիական լուծումները։ Պետք է գիտակցել, որ իշխանությունները հանուն իրենց վերարտադրության գնալու են հնարավոր բոլոր անսպասելի քայլերին եւ կոշտ սցենարներին։ Պետք է հաշվարկել կոնտր քայլերն ու հակազդեցության սցենարները, իսկ դրանք կան։ Ինքը վստահ է։ Կա արդյոք հաշվարկ վերլուծություն, թե ինչ առանձնահատկություններ ունի հայկական մոլդովական սցենարը, ինչ տարբերակներ կան, ամեն տարբերակ ինչ ռիսկեր է պարունակում, այդ թվում իշխանության համար եւ այլը։ Վստահ չի, որտակա։ Ավելին այսօրվա ներընդդիմադիր խաղի կանոններն ու բարքերը տեսնելով չի բացառում, որ որոշ ուժեր լուր ողջ ունեն այս կամ այն ընդդիմադիր ուժի հանդեպ անօրինականությունը, նայած ով ինչ խնդիր է լուծում, ասենք բուրախան դա բեները փակեցին, ահա։ Մենք առաջ կգանք, էլ չեն իմանում, որ իր առաջել է փակելու դռները, հասկանում եք։ Կան 27-րդ էջին եւ շարունակում է։ Եվ կա պատրանք, թե Հայաստանում մոլդովական սցենարի դեպքում Մոսկվայից կլինի ինչ որ աջակցություն կամ ռեակցիա, ապա արժի հիշել նույն Մոլդովայի օրինակը, Մոսկվա շատ հանգիստ ընդունեց իրողությունը եւ ոչինչ չկատարվեց։ Նույն կերպ կատեգորիկ սխալ է պնդել, թե այս իշխանությունը ինչ այլանդակություն է լանի արևմուտքը աչք է փակելու։ Դա այդպես չէ եւ կա աշխատանքի հսկայական ծավալ, որ պետք է անել այս ուղղությամբ։ Մնացածը սովորական ինքնարդարացում է սեփական չարացի պատճառով։ Այստեղ թույլ տվեք Վայ Հովհաննիսյանին, ես չեմ ուզում։ Էլ ուրիշ ինչ պիտի անեն, ես իշխանությունը, որ արևմուտքի աչքերը բացվի։ Ես չեմ, ինչ որ տրակեղծիքներով ինչ որ կարող ասեմ, վայ, ես ինչ եք անում։ Կարող ես եմ սխալ, փորձեք։ Համենայն դեպս ես իսկապես չգիտեմ, էլ ինչ պիտի անեն, որ ասենք արևմուտք ասի, արգելիներս պայծախեր։ Եվ հետո վերջո այս իշխանությունը թիկունքին ովքեր են եւ ինչ քաղաքական շահեր են, հետո պնդում, իսկ գուցե այդ նույն արևմուտքն է, դեմքում ինքը իրեն հակասելու է, ինքը իր շահերին դեմ է գնալու, ինչ է թե ոչ մտածելու բան է։ Շարունակում է Վահեն, ասել թե պլան B չկա նշանակում է ասել արեք ինչ ուզում եք, ասել այ եթե այս ինչ ուժը չմասնակցել ընտրություններին ավելի լավ կլիներ, նեղ մերկանտիլ մտածողություն է, ասել թե չպետք է ձայն փոշիացնել, բայց համախմբման համար ոչ մի քայլ չանել անհասկանալի է, այս համախմբման ուղղությամբ եթե քայլ չարեցիք, վատ է լինելու բոլորիդ համար էլ։ Մեծ հաշվով իշխանության անօրինականությունը դեմ առնելու մեկ տարբերակ կա հանրային մթնոլորտի փոփոխություն եւ տեխնոլոգիապես գրագետ աշխատանք, սա բան գործ է, ես համաձայն եմ։ Խնդիրը շատ ավելի կարեւոր է, քան սեփական նեղ հաշվարկները, հանուն ակնկալվող մանդատների քանակի։ Սրանք երկու տարբեր խնդիրներ են հանրային համախմբման բոլորովին տարբեր պոտենցիալներով։ Համբերությունը լուրջ գործերում իհարկե վճռորոշ գործոն է, բայց դա այլ համբերության մասին է իմաստավորված, լրիվ այլ բան է, երբ համբերատար կերպով սպասում ես, որ քո հանդեպ պիտի ասենք մոլդովական սցենար կիրառվի։ Նման իրավիճակներ, երբ գրագետ անհամբերություն ավելի արժեքավոր է, կամ իրավիճակներ, երբ գրագետ անհամբերություն ավելի կարևոր է։ Սա ենթադրում է հաշվարկել սցենարներ, ունենալ պահեստային տարբերակներ, կանխարգելիչ քայլերով խափանել ակնհայտ սցենարները, լինել ավելի ճկուն, լինել ավելի ազնիվ եւ այլն։ Ես իհարկե համաձայն եմ Վայի հետ, բայց
ես եմ ճանաչում մեր քաղաքական դաշտին, իսկ ես ճանաչում եմ բարուրից, իրենց բարուրից պարզ ունակություն է եղել։ Հուսանք այս անգամ մահվան սարսափը կդրդի վայ ասածը լսելու։ Ընդդիմությունը պիտի ունենա տարբեր պլաններ, պլան A, պլան B, սա պիտի մտածի այս ուղղությամբ, իսկ ահա այն մյուս կողմը ունի, իսկ այդ մյուս կողմ ասելով ես պալատներում նստած ես երիտասարդներին նկատի չունեմ, այլ նրանց քեռիներին։ Այդտեղ լավ տեխնոլոգիաների տիրապետում են, թե ինչեր կանեն մի քիչ դժվար է կանխատեսել, բայց ահա ուշադրություն դարձրինք այսօր առավոտյանը, որ մի հոգի լքել է կառավարական կեցավայրը։ Ինչու, ինչպես, ինչ համար դրկում արսեն, մարդիկ ես ընդհանրապես ձեզ մի բան եմ, ինչպես ասում են, չքաղաքականացնել կամ չզուգահեռել եւ այլը, ես ես կարդում եմ 2011 թվականի մարտին տեղի ունեցած մի իրադարձություն, մեզանից շատ հեռու։ Ինչ ասում։ Գվատեմալայի նախագահ Ալվարո Կոլոմիկինը Սանդրա Տորեսը հայտարարել է, որ բաժանվում է ամուսնուց առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Առաջին տիկինը որոշում է կայացրել նախագահական ընտրությունների ժամանակ առաջադրվել որպես նախագահի թեկնածու իշխող Հույսի ազգային միության կողմից, որը գլխավորում է նրա ամուսինը։ Երբ նախագահի կինը հայտարարել էր առաջադրվելու մասին, ընդդիմությունը առարկել էր, որ դրանով խախտվում է սահմանադրության 186-րդ հոդվածը, որով նախագահական ընտրությունների ժամանակ իրավունք չունեն առաջադրվելու գործող նախագահի բարեկամները, այդ թվում կինը եւ երեխաները։ Հիմա Սանդրա Տորեսը որոշել է բաժանվել ամուսնուց, որպեսզի կարողանա մասնակցել ընտրություններին։ Ընդդիմությունը հայտարարում է, որ ամեն դեպքում այդպիսի զարգացում թույլ չի տալու։ Ես ընդհանրապես 15 տարվա լուր կարդացի, զուգահեռեք, չեք զուգահեռի, ձեր գործն է, ասացի, որ պլան B պիտի ունենա, ընդդիմությունը տարբեր պլաններ, իմ պատկերացրած պլան B-ն հետևյալն է։ Ես դեմ չեմ, վայ, ասած թողանեն անեն, իմ ասած պլան B-ն հետևյալն է։ Հարգելի թեկնածուներ, կուսակցություններ, որ ընդդիմադիր բողոքական, որ պատրաստվում է գնալ ընտրությունների։ Կարող եք ինձ ասել, որն է լինելու ձեր անելիքը, եթե ստացվի այնպես, օրինական, ոչ օրինական ձևերով, դուք չհաղթեք եւ իշխանությունը չվերցնեք։ Որն է ձեր անելիքը լինելու այդ ակտիվացած դժգոհ ձեզ քվետված մարդկանց հետ տարվող աշխատանքը, արդյոք դուք ունենալու եք երկար ժամանակի ծրագիր, որպեսզի իրենց այդ ակտիվությունը, այդ հույսերը, որ ձեր հետ կապել են, չարժանանան նախկին շարժումների, բողոքական շարժումների, յետընտրական շարժումների ճակատագրի։ Ունեք արդյոք։ Իմ ասած պլան B-ով հենց այսօր պիտի այդ մասին մտածվի։ Ոչ թե սպասենք, եթե չհաղթենք, նոր մտածեք, չեք հասցնելու։ Հենց այսօր դուք պիտի մտածեք, եթե մենք չհաջողենք, բայց ահագին մարդիկ էլ մեզ այդ հույսեր են ունենալու, ինչ են գալու, այսօրվանից դուք պիտի դա անեք։ Իսկ թե դա ինչ է այդ անեքը, ես ներկայացրել եմ ազգային միություն տարբերակով։ Թե կան քաղաքական ուժեր, որ այս տարբերակը ուզում են ունենալ, որ հետո ընտրություն անհաջողությունից հետո չփոշյանան ու չհեղինակազրկվեն լրիվ, անցել պատմության գիրկը, ես հորդորում եմ, մտեք նայեք, ինչ տարբերակ եմ առաջարկում, որ հենց այսօր դուք ստեղծում եք ինչ-որ չմանրամասնեմ, ինչ-որ բան եք ստեղծում, որը ընտրություններից հետո, եթե չավ, ձեր ակտիվացած հատված այդ նույն գնացքով շարունակում է գնալ երկար ժամանակով ինչ-որ փոփոխությունների հասնելու։ Որպես չլինի այն ինչ որ եղել է, շարժումներ, յետընտրական բողոքի ցույցեր, մի ամիս, մեկ ամիս, եղել անգամ մի տարի ձգվել ու փոշիացել, գնացել մարդիկ հիասթափվել են։ Սա լելու իրավունք չունեն, ես համաձայն եմ, որ այս ընտրությունը ճակատագրական է, այդ դեպքում դուք պիտի պատրաստվեք, եթե չհաղթեցիք, ինչ եք անելու։ Հանձնվելու եք, թողեք իրենք ինչ ուզենան անեն ու զրոյական արդյունքներ ունենանք։ Շատ չմանրամասնեմ ազգակիրների միություն խումբ
ում որ հետաքրքրեց, մտեք նայեք համակարգը ներկայացված, ես չեմ հորինել, ուրիշն է, ես եմ սովորել ու դա իմն էլ չի։ Տեսեք, ասում վերցրեք դուք արեք։ Կարևորը այստեղ ամբողջությամբ չվերանալն է։ Եվ որպեսզի այսպես շատ մտահոգիչ չավարտեմ այսօրվա թողարկումը, ես խոսքը տալիս եմ Գարիկ Հարությունյանին, ինչ է գրել ինքը։ Այսօր իմ մեքենայով գնում եմ Երևան աշխատանքի։ Ճանապարհին հանդիպեցի մի զինվորի, ով կանգնեցնում էր մեքենաները Երևան հասնելու համար։ Կանգնեցի եւ նրան վերցրի։ Ճանապարհին զրուցեցինք։ Նա ընդամենը 24-ամյա պայմանագրային երիտասարդ էր նոր համալրված սպայական կազմում, բայց նրա խոսքում այնպեսի հասունություն, ուժ եւ պատասխանատվություն կար, որ թվում էր տարիների փորձ ունի։ Հարցրի. նոր կարգավիճակում ինչպես իրեն զգում եւ արդյոք հեշտ է ձևավորել նոր ընկերական հարաբերություններ։ Նա մի պահ լռեց, կարծես բառերն էր կշռում, ապա հանգիստ ու վստահ ասաց. իմ միակ ընկերը իմ զենքն է, ես իմ զենքով, իմ ընկերոջով պատրաստ եմ մինչև վերջ կանգնել հայրենիքի համար։ Եվ Գարիկ ասում է, այդ բառերը խորապես ուզեցին ինձ իրել։ Նրա խիզախությունն ու անսահման հավատը փոխանցվեց նաև ինձ։ Այդ 24-ամյա երիտասարդի աչքերում ես տեսա ոչ թե պարզապես զինվոր, այլ հայրենիքի պահապան։ Այս վերջին մասը նորից ներկայացնեմ, նրա խիզախությունն ու անսահման հավատը թող փոխանցվի բոլորիս, այդ ինքը ինչ որ տեսել է, թող դա փոխանցվի բոլորիս ու եզրափակելով հետևյալը կասեմ, հարգելիներս, այն ինչ որ կատարվում է մեզ հետ սա մի փորձություն է։ Սա մի մեծ փորձություն է, մեր չարածները մեր դեմը դնում է, Աստված է ասում, ճակատագիր է ասում, որպեսզի մենք այստեղից հետևություններ անենք։ Կորուստները չափը կախված է ինչքան շուտ խելքի կգանք եւ կհասկանանք ինչու է այս փորձությունը, ինչ անենք, որ ճանապարհով գնանք։ Համենայն դեպս ես ինչ որ ես առաջարկում եմ այս պահին դա ասացի ես չեմ հորինել, ուրիշներից եմ սովորել, ես նույն մոտեցումը Նժդեհի մոդել եմ տեսել, որ ինքը ասում էր սկզբնական շրջանում ազգը կրողներով, ինքը ցեղակնորեն ասում ազգակիրներով համախմբում եք, ինչ որ տենց հղկում եք, կառույց եք սարքում, ինքնակառավարվող, ապա սկսում եք, ասենք, աշխատել ժողովրդի այն մուշերտերի հետ։ Ես սա եմ տեսնում որպես տարբերակ եւ եզրափակելով հորդորում եմ այցելել Facebook-յան ազգակիրների միություն խումբ, կա այդ նույն տեսանյութերը տեղադրված են, եթե Facebook չունեք YouTube-ի իմ էջով Մարծրուն Պեպանյան երևի գրեք որ կբերի, նաև Telegram-ում բոլոր հնարավոր տարբերակներով ես փորձում եմ այդ մոտեցումը հանրայնացնել, պնդելով, որ ես չեմ ասում եկեք ինձ հետ, եկեք իմ հետևից ես ասում, ահա սա, եկեք միասին անեք, չեք ուզում առանց ինձ արեք, բայց եթե մենք դա չենք կարում, եթե ազգակիր հատվածին չենք պահպանում այս իրավիճակում, իսկ այն մյուս ուժը այդպես հրետակոծում է այդ հատվածին, շատ տխուր կլինի, իրենք չունենք դա թույլ տալու, այսօր այսքանն էր, ինչ նոր հանդիպում։